Հայաստանը ևս մեկ քայլ է կատարում դեպի ժամանակակից բժշկություն։ Ապրիլի 25-ին Երևանում մեկնարկել է նեյրոիմունոլոգիայի թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը, որի առանցքում ցրված սկլերոզներ։ Միջոցառմանը մասնակցում էին առաջատար մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լոնդոնից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ երկրներից։ Գիտաժողովի նպատակն է վերհանել նեյրոիմուն համակարգի խանգարումների, մասնավորապես ցրված սկլերոզի հետ կապված խնդիրները, բարձրացնել իրազեկվածությունը, ներկայացնել նորագույն բուժօգտագործման մեթոդները եւ փորձի փոխանակման միջոցով խթանել ոլորտի զարգացումը Հայաստանում։ Էրեբունի բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանը մանրամասնել է։ Հյուրերի մի մեծ խումբ ժամանել է Հայաստան Ալբերտայի համալսարանից, Կանադայի։ Նրանք ժամանել է Ալբերտայի համալսարանի եւ նաեւ Կանադայի ցրված սկլերոզի ծառայության ղեկավարը եւ նրա հետ ժամանել են իր թիմի անդամները, բժշկուհի, որ հիմնականում ներկայացնելու է ցրված սկլերոզի հետազոտման մեթոդներից կարևորագույնը MRT-ն։ Ցրված սկլերոզը նյարդաբանական բնույթի քրոնիկ հիվանդություն է, որն ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա, առաջացնելով բորբոքումներ, նյարդաթելերի պատյանների քայքայում եւ այլ նյարդաբանական ախտանշաններ։ Հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է 20-ից 50 տարեկան կանանց մոտ, սակայն վերջին տարիներին դեպքեր են արձանագրվել նաեւ տղամարդկանց եւ դեռահասների շրջանում։ Սպეციფիկ տարիք է համարում 20-ից 50-ը, բայց հիմա ես օրինակ ինքս զբաղվում եմ մի քանի երեխաներով, ամենաերիտասարդ երեխան, որ ես ունեմ հաստատված ցրված սկլերոզով 8 տարեկան է, ունենք 14 տարեկան, 15, 16, որոնք բուժվում են, ստանում են բուժում նաև պետպատվերի շրջանակներում։ Ցրված սկլերոզը վաղ ախտորոշման դեպքում լիովին վերահսկելի է։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում մարդիկ առանց որևէ ախտանշանի անցնում են MRT հետազոտություն, որից էլ ենթադրում են, որ իրենք ունեն ցրված սկլերոզ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ առանց բժշկի ցուցումների MRT հետազոտության կարիք չկա։ Եղիազարյանի հավաստմամբ հիվանդության հետևանքները երբեմն անդառնալի կարող են լինել։ Սրանք հիվանդություններ են, որոնցով ախտահարվում են երիտասարդները։ Ասենք 20 տարեկանը ամենահաճախակի տարիքն է հիվանդանալու եւ սրանք հիվանդություններ են, որոնք հաշմանդամացնում են։ Այսինքն հիվանդանալով այս հիվանդությամբ երիտասարդ ամենաարգասաբեր ու պտղատու տարիքում մարդիկ 10-15 տարի հետո, եթե չմիջամտես, չբուժես եւ այլն, դառնում են ինչ-որ աստիճանի հաշմանդամ։ Ցրված սկլերոզի բուժումը չափազանց թանկ է։ Հայաստանում այն իրականացվում է հիմնականում դեղորայքային իմունոմոդուլյացիոն կամ իմունոխեղման թերապիայի միջոցով, սակայն դեղամիջոցները մեկ դեղաչափի դեպքում կարող են արժանալ մինչև 1 միլիոն դրամ, իսկ տարեկան բուժման արժեքը կարող է անցնել 5-ից 6 միլիոն դրամից։ Արդեն կլինի երկրորդ տարին, երբ որ մեր պետական համակարգը, առողջապահության նախարարությունը սկսել է գնել եւ իր քաղաքացիներին տրամադրել պետպատվերի շրջանակներում ցրված սկլերոզի բուժման դեղամիջոցները։ Այդ թվում նաև լավագույն, ամենաարդյունավետ եւ բավականին թանկարժեք։ Կանադայի Ալբերտա համալսարանի պրոֆեսոր Միքայել Մուրադյանը նշել է, որ ցրված սկլերոզի բուժումը թանկ է ամբողջ աշխարհում եւ շատ դեպքերում բուժառուի համար հասանելի չէ։ Ուստի Հայաստանի կառավարության նախաձեռնությունն առաջին եւ ամենակարևոր քայլն է այս հիվանդության դեմ պայքարի գործում։ Ինչ վերաբերում է կոնֆերանսին, Մուրադյանի խոսքով այն ունի մի նպատակ։ Բայց ի վերջո մեր բոլոր նպատակը այն է, որ Հայաստանի մեջ այս գիտությունը զարգացնել եւ մեր հիվանդներուն մեծ օգուտ բերել բուժումի նկատմամբ։ Բավական կենտրոններ կան, որ այս ուղղությամբ կծառայեն մեր հիվանդներուն եւ իրենց աստեցությունը ավելի պիտի շատ նկարծեմ այս եւ նման կոնֆերանսներն վերջ։ Երևանում անցկացված այս գիտաժողովը միանշանակ ձևավորելու է նոր փուլ նեյրոիմունոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում։ Գիտաժողովի նպատակը հստակ էր՝ միջազգային գործակցության միջոցով նպաստել հիվանդության վաղ ախտորոշմանը, բուժման ժամանակակից միջոցների կիրառմանը։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։